Գիշերը լավ անցավ, այստեղ հերթաբավում են Ջրար Սեֆիլյանը և Արմեն Մարտիրոսյանը, ժամանակավոր այսպես ծածկ էր երիտասարդների և կանանց համար, մեծ մասը այսպես հատակի վրա, գետնի վրա հանգստացան, բարև ձեզ, և մոտավորապես 40-50 հոգի են, որ մշտապես այստեղ էին, մի քանի ժամ առաջ առաջի արշալույսի այսպես խմբանագար կատարեցինք օպերայի առջև, ես ինչպես երեք նկատեցիք ծաղկագիր էի և ուզում էինք հեռացող գուսակցաբեդության խորհրդանիշ շենքի առջև ծաղիկ դնել և հետաքրքիր է միգուցե հայոց պատմության ընթացքում առաջի անգամ, որ քաղաքացու և ծաղկի դեմ ինչ-որ արգելք կար, այսինքն ոչ թե պետական նշանակության շենքի առջև, այլ գուսակցական մասնավոր շենքի առջև, այդ պաշտպանությունը կար և ծաղկի դեմ, բնորոշ է միգուցե այդ հրմշտոցը նաև գույքի դինամիկների, սպիկերների նկատմամբ այդ բռնարարքները, ամբողջ օրվա ընթացքում ճանապարհների փակումը, վարորդների ահաբեկումը, լիցենզիաների, արդյունքների արգրավման սպառնալիքի ներքո, դա ցույց է տալիս, որ վախ է, վտանգ է, որ անկայունության, արյան վտանգը գալիս է ոչ թե ժողովրդից, ոչ թե հրապարակից, այլ նույն իշխանությունից։ Առաջի անգամ չէ, որ ժողովուրդը ոտքի է կանգնում, առաջի անգամ չէ, որ նստածույց է հայտարարվում Ազատության հրապարակում, առաջի անգամ չէ, որ տեղի են ունենում ընտրություններ, որոնց արդյունքները հետո մեղմ ասած կարելի է վիճարկել։ Ինչու եք վստահ, որ իշխանությունը հեռանալու է։ Լավ հարց է, գիտեք ինչ, ես շարքային քաղաքացի եմ եւ ոչ մեկը այստեղ չի կարող մարգարեանալ։ Իհարկե ամեն մեկ ունի իր հետաքիծը, իր ուժագոմը, մեկ մարտավարական սխալները, մենք դա ունեցել ենք, բայց բոլոր դեպքերում ճշգրիտ հարց է, որովհետև թե նախագահական ընտրություններում, երբ առանց որևէ քաղաքական կուսակցության զորակցության, ճակատագրապաշտության ընդհանուր դարածված ֆոնին 30 օրվա պայքարի ընթացքում մենք հաղթեցինք ընտրությունը ըստ էության, բայց առանց որևէ քաղաքական զորակցության։ Պատկերացրեք, որ եթե լիներ այդ ժողովրդական, գուսակցական, քաղաքական զորակցությունը ընտրություններից, որը կար ընտրություններից հետո, եթե լիներ ընտրության օրը, ուրիշ կլներ, ուշացանք, և այն ժամանակ արյունից խուսափելու համար եղավ որոշում, շատեր ինձ քննադատեցին որոշման համար, բայց իմ պատասխանատվությունն եւ իմ հանձնարարությունը Ձեր շարունակում եք։ Այո, ոչինչ, որտեվ այդ օրը ինչ էլ որոշեինք պիտի քննադատեին, որտեվ ակնկալիք կա, որ այդ օրվա մեջ գայծակնային արագությամբ պիտի ինչ-որ շենք գրավեր։ Ակնհայտ էր եւ իմ խոսքի մեջ էլ ակնհայտ էր, որ սա դեպական պայքար է եւ մի օրվա պայքար չէ։ Այո, քո հարցը պարունակում է մարտահրավեր, թե մի բաքսող օղակ կա այս շղթայի մեջ եւ բոլորս պիտի մտածենք որն է այդ բաքսող օղակը, ես կարծում եմ դա կարող է լինել քաղաքական ավելի միացյալ մոտեցում, դրա համար հույս ունեմ, որ այս շաբաթվա ընթացքում առավել միացյալ եւ ամբողջական կլինի հրապարակը քաղաքական եւ քաղաքացիական խմբերի մասնակցությամբ, դա ենթադրում է, որ քաղաքացին, որը իրավունք ունի իհարկե ինտերնետով հետևել այս ամեն ինչին, դա եւս մասնակցություն է տեխնոլոգիական այս ժամանակաշրջան, բայց ինքը նաեւ պիտի ներկա լինի, որտեղ այդ ճնշումը նաեւ մարդկային ներկայության ճնշում պետք է լինի։ Ասում եք, որ քաղաքացին պիտի իրեն զգա մասնակից, քաղաքացին մասնակցության կամ չմասնակցության իր այդ վիճակը պայմանավորում է հետեւյալ ձևակերպմամբ, հա, բացատրում է, ես ներողություն եմ խնդրում, բայց նշում են ինչու գնամ հրապարակ, եթե ի վերջո Ռաֆի Հովհաննիսյանը գնալու է աղոթելու Ծիծեռնակաբերդ։ Վստահության կորուստ կա ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության։ Ինչու այս անգամ պիտի քաղաքացին վստահի ձեր։ Աղոթքի բառը այնքան չարչարված է, որ անգամ չարժի անդրադառնալ, ուղղակի դա շատ հեշտ բամբասանքի ինչ-որ չարագամների տարածումն է։ Այդ օրը մենք խուսափեցինք մեծ արհավիրքից, բազմաթիվ թաղումներից, թե քաղաքացիների, թե ոստիկանների շարքում։ Իմ հանձնարարությունն էր, որ իմ հսկողության տակ այդ ժամանակահատվածը ոչ մի գաթիլ արյուն, այդ աթոռը չարժի հայ մարդու եւ ընդհանրապես մարդայագի արյան։ Եվ դրա համար այդ օրը պիտի գնայինք եւ ես հայտարարեցի հարթակից, դու կարող ես դա հիշել, նայա, բայց դուք ձեզ հարմար ձևակերպումը տալիս եք, ես ասել եմ, որ մենք միասին մոմերով պիտի գնանք Ծիծեռնակաբերդ,
Բաղրամյանի գողքով եւ գարտանք հոգեհանքիստը այս իշխանության դուք կարող հանել այդ ամեն ինչը հիմա գազագերբչական խոդաներ կան բայց այն որ մեզ հետևեցին ոստիկանները եւ միացան մեր երթին եւ հետո մենք հայրմեր ասացին եւ դա հետո դարձնել հայոց պատմություն ինչ որ հիվանդ երևակայություն կա այդտեղ բայց ես հբարդեմ որ այդ օրը մենք խուսափեցինք արյունից մի օր պատմաբանները կգրեն գազագերբչական առումով ավելի բայց պիտի պատրաստված լինենք մենք պատրաստ չենք սեփական հաղթանակի այս անգամ պատրաստ պետք է լինենք դա ենթադրում է որ քաղաքական կոնսոլիդացիա պետք է գնա քաղաքացիական շարժումները պետք չէ իրենց դարբերակել քաղաքական հոսանքներից որ մեկը քխ է մեկը բարի է բոլորս քաղաքացիներ ենք եւ այդ քաղաքացիները եւ քաղաքական ուժերը պետք է միանան այստեղ հաղթահարեն սեփական հիաստապություն ես էլ մարդ եմ ես էլ ունենում եմ իմ հիաստապությունները եւ մտածում եմ արժի գալ չգալ ես էլ կարող եմ նստել դանը անիծել ես ինձ եւ խավարը միաժամանակ բայց ես փորձում եմ ուժը գտնել սեփական հիաստապությունը հաղթարել գալ ես եմ ձեր նման մարդ որը հիաստապված է ինձնից ամեն ինչից չգիտեմ բայց դա չի նշանակում որ բայկար չկա բայկարը կա երգիրը կա եւ մենք ամենից պիանենք որ Հայաստանը գերդենք որպես երգիր այս դարվա ընթացքում որը սկսենք գամած մեծ բادرանքներ չունենան գամած Հայաստանը դարձնեն ոչ թե երգիր որից փախչում են այլ երգիր որին վերաթարնում են հայ ժողովուրդը եւ մեր քաղաքացիները Ազատության հրապարակում որքանով արդյունավետ է այս միջոցառումը եթե հաշվի առնենք որ Ազատության հրապարակն այս տարիների ընթացքում սկսած Երևի 2008-ից վերցնենք, 2008-ից սկսած ամեն անգամ լծվել ու դատարկվել է իշխանափոխության կոչով, այդպես էլ իշխանափոխություն չիրականացնելով։ Ազատության հրապարակը շարունակում է մնալ ամենաբարձր քաղաքական հրապարակային բեմը մեր ազգի եւ պետության համար։ Ինչքան էլ որ անցած ժամանակի ընթացքում որոշակիորեն նրա արժեքը նախկինի համեմատությամբ նսեմացվել է ցավոք սրտի։ Մյուս կողմից Ազատության հրապարակը կոնկրետ մեր համար հավաքատեղի է, որևէ տեղ մենք պետք է կարողանանք նախապես հավաքվել, որպեսզի հետո կարողանանք մեր քայլերը, գործողությունները, ակցիաները կատարել։ Ուստի մեզ համար դա առաջին հերթին արդեն ասացի բեմն է մեր եւ երկրորդը հավաքատեղի է։ Չէ, ես նկատի չունեմ տարածքը, նկատի ունեմ հենց քաղաքական միջոցառումը, հանրահավաքները, նստածույցը, որքանով արդյունավետ գործիք են իշխանափոխություն իրականացնելու համար այսօր Հայաստանում։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ իշխանափոխության արդյունավետ գործիք կարող է լինել քաղաքացիական աննազանդության գործողությունները։ Եվ բնականաբար ընթացքում անհրաժեշտ պահին, երբ որ հարկ կլինի, քայլերը կսկսվեն։ Եվ դրանով է, որ պետք է կարողանանք ճնշում գործադրել վարչախմբի վրա, որպեսզի նա ընկրկի։ Հասկանալի է, որ ուղղակի Ազատության հրապարակում հավաքվելով եւ հանրահավաք անցկացնելով որևէ բան չի փոխվելու։ Հա, բոլորը հասկանում։ Պարոն Ավետիսյան, երեք մենք Տավուշի մարզում ենք, եղանք Իջևան քաղաքում, Դիլիջան քաղաքում, քաղաքացիները հիմնականում հանդիպումներ ոչի ճակատը ներկայացնող կամ սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի հետ չեն ունեցել։ Եվ պայմանավորված դրանով բավական ոչ հստակ դիրքորոշում ունեն սահմանադրական փոփոխությունների, ինչպես նաև իշխանափոխության։ Տեղյակ չեն ինչ է կատարվում Երևանում։ Գուցե ավելի արդյունավետ է գնալ ուղղակի քաղաքներով, գյուղերով, որոնք կտրված են Երևանից եւ տեղեկացնել եւ դրանից հետո նոր իրականացնել։ Մենք նախկին խորհրդային ձևաչափով բոլոր շրջաններում եղել ենք։ Բայց դա բնականաբար բավարար չէր, որովհետեւ այդ շրջանների բոլոր բնակիչները չէ, որ մեզ հանդիպել են անշուշտ եւ կարծում եմ, որ տոտալ այդպիսի քննարկումներ, հանդիպումներ անցկացնելու համար երևի թե 6-8 ամիս ժամանակ էր պետք։ Հասկանալի է, որ մի քանի շաբաթվա ընթացքում այդ ինտենսիվությամբ եւ ծավալով հանրապետության տարածքը ծածկել հնարավոր չէ։ Ուստի մենք արել ենք մեր ուժերի ներածի չափով, մի քիչ էլ ավել։ Մնացածը արդեն մեր ժողովուրդը ընթացքում մեր այս արդեն ակտիվ պայքարի մասին լսելով, տեսնելով, առնչվելով, մասնակից լինելով կսկսի ակտիվանալ, տաքանալ եւ ներգրավվել։ Սա է մեր հնարավորությունը եղել։ Եթե մինչև ամսի 6-ը տեղի չունենա իշխանափոխություն, ինչ եք անելու, որն է լինելու ձեր հաջորդ քայլը։ Նախ պետք է այնպես անենք, որ լինի, իսկ եթե ոչ, ապա մի փոքր կձգձգվի գործընթացը, բայց մենք նաև հասկանում ենք, որ 6-ից հետո
զգալի չափով կավելանա մարդկանց թիվը, ի հաշիվ այն քաղաքացիների, ովքեր մտածում էին, որ քվեաթերթիկ նետելով հնարավոր է արդյունքի հասնել, բայց արդեն բարկացել են, որ հերթական անգամ այս հանցագործները իրենց խաբել են։ Եվ այդ ժամանակ արդեն երկրորդ ալիքը ավելի բարձր կլինի առաջինից, արդեն հաստատապես կարող ենք ասել, որ գործը ավարտին կհասցվի։ Այսինքն մինչև խորհրդարանական ընտրություններ դուք կիրականացնեք փոփոխություն Հայաստանում։ Մինչև խորհրդարանական ընտրություններ հասնելու դեպքում Հայաստանում փոփոխություն կատարելու ռեսուրս կարծես թե չի մնալու, ժողովրդային ռեսուրս։ Մենք դեպի անդունդն են գլորվում ցավոք եւ այս վերջին առիթն է, օրերը չասեմ, բայց այս process-ը որ կա, նախաձեռնված վերջին առիթն է ժողովրդական ընդվզման միջոցով, համաժողովրդական շարժման միջոցով Հայաստանում իրավիճակ փոխելու։ Դրանից հետո արդեն ուրիշ իրավիճակ է առաջանալու, հատկապես այս չարաբաստիկ նոր սահմանադրության ընդունման դեպքում երկիրը գնալու է դեպի ճամբարականացում։ Այդ ժամանակ արդեն պետք է ժողովուրդը մտածի, պայքարող մարդիկ մտածեն այլ երկերի մասին։ Միշտ ելք կա, բայց Եվ վերջի հարցը, պարոն Ավետիսյան, ամսի 6-ին ինչ եք նախատեսել անել։ Գնալու եք տեղամասեր, մասնակցելու եք, թե մնալու եք հրապարակում։ Կոնկրետ մենք չենք գնալու, մենք հրապարակում ենք լինելու, բայց հարգելով այն քաղաքացիների, մեր այն քաղաքացիների տեսակետը, ովքեր ուզում են գնալ եւ քվեարկել, մենք չենք ասում մի գնացեք եւ մի քվեարկեք։ Ամեն մարդ թող իր համար որոշի, հետո եթե մինչ այդ Ինչպես դուք նշեցիք, մենք կարծում ենք, որ կարող են իրադարձությունները ավելի արագ զարգանալ, բայց փույթ չէ, եթե անգամ այդ տարբերակը լինի, ապա միավորումը, վերջնական միավորումը կլինի 2 օր անց։ Մեծ ժամանակ չէ, կարելի է համբերել եւ դիմանալ։